Տես ինչքան բարի եւ ինչքան ցանկալի է, որ եղբայրներն իրար հետ մեկտեղ բնակվեն։ Այն ազնիվ յուղի պես է գլխի վրա, որ թափվում է մորուքի, այսինքն Ահարոնի մորուքի վրա եւ իջնում է մինչեւ նրա հանդերձի ծայրը։ Հերմոնի շաղի պես է, որ վայր է գալիս Սիոնի սարերի վրա, որովհետեւ Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն եւ կյանք մինչեւ հավիտյան։ Աստծո ժողովրդի միաբանության մեջ Տերը օրհնություն եւ կյանք է պատրաստել։ Այնպիսի մի օծություն է պատրաստել, որ այդ միաբանությունից դուրս չկա։ Ամեն։ Կխնդրեմ խոնարհենք մեր գլուխները եւ աղոթքով գանք Տիրոջ առջև։ Հայր մեր, քո առջև են գալիս քո որդու Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր իմ Աստված, հանձնվում ենք քեզ։ Մենք ոչ մի արժանիք չունենք քո առջև կանգնելու, ոչ մի արժանիք չունենք Տեր իմ Աստված քեզ ծառայելու, բայց ամեն արժանիքները քեզանից են, քո շնորհով ենք Տեր իմ Աստված։ Եվ խնդրում եմ Տեր, որ քո հոգին արձակես, որ քո խոսքն արձակես Տեր իմ, որ կլինի բժշկություն մեզ համար Տեր, որ կյանք կգա այսօր Տեր երկնքից թարմ հացի նման, երկնքի կերակուր կգա այսօր մեր կյանքերի մեջ Տեր։ Եվ ամեն բանի մեջ կփառավորվի միայն ու միայն քո անունը Տեր, որ արժանի ես։ Ամեն։ Փառք Տիրոջն այսօրվա համար։ Այսօր ուզում եմ խոսենք երկու ուխտավորների մասին։ Երկու մարդիկ, որոնք որ Տիրոջ ուխտավորներն էին, բայց նախքան նրանց անդրադառնալը նախ խոսենք ինչ է նշանակում ուխտավոր։ Թվոց 6-րդ գլխում խոսվում է ուխտավորի մասին եւ ուխտավորի կարգն է ներկայացնում։ Երբ որ ինչ-որ մարդ Տիրոջը ուխտ էր անելու, այսինքն ինչ-որ որոշված օրեր Տիրոջ հետ պայմանավորվածության ուխտի մեջ է մտնում եւ 3 պայման կար, որ ուխտավորը պետք է պահեր։ Առաջինը պետք է որդի բերքից ոչ մի բան չօգտվեր։ Գինի, խաղող եւ խաղողի բերքից ոչ մի բան պետք է չօգտվեր, անգամ չամիջ։ Երկրորդ պայմանը, որ ուխտավորը ուներ, նա պետք է իր ուխտի որոշված օրերի ընթացքում իր մազերը չկտրեր։ Եվ երրորդ բանը, ոչ մի մահացած բանի պետք է չդիպչեր։ Անգամ գրված է, եթե իր հարազատներից մեկն էլ մահանար, դիակի պետք է չկդիպչեր եւ չպղծեր իրեն։ Սա իր ուխտավորի կարգը։ Եվ այս ուխտավորի որոշված օրերի ընթացքում, որ նա ուխտ է անում Տիրոջը, պետք է նվիրվեր Տիրոջը, ընծայվեր Տիրոջը, Տիրոջ գործին, Տիրոջ ծրագրին։ Եվ եբրայերեն հենց այդ բառը նազեր բառն է, որ ուխտավոր կամ նվիրված կամ Տիրոջը ընծայված, որը գրված է Թվոց 6-րդ գլխի առաջին խոսքից։ Բայց մի հետաքրքիր բան կար։ Եթե ուխտավորը 40 օր, օրինակի համար 40 օր ուխտ էր արել Տիրոջ հետ, որ 40 օր պետքա ծառայի Տիրոջը, նվիրված լինի Տիրոջը, եւ 39 օրեր ամբողջ պատվերները պահել էր եւ ուխտը կատարել էր, եւ հանկարծ 39-րդ օրը ուխտը դրժեր, ասենք ինչ որ դիակի դիպչեր։ Գրված է, որ այդ ուխտի բոլոր օրերը չեղյալ էր արվում։ Այդ ուխտը անվավեր էր լինում։ Եվ նա նորից նոր ուխտ պետք է աներ։ Բայց Աստվածաշնչում մենք հանդիպում ենք հատուկ մարդկանց, ընդամենը մի քանի մարդ կան ամբողջ Աստվածաշնչում, ովքեր ուխտավոր էին ամբողջ կյանքում։ Իրենց ծնված օրվանից Աստված որոշել էր, որ նրանք պետք է իր ուխտավորները լինեին, ամբողջ մի կյանք։ Դրանցից առաջինը մենք տեսնում ենք գերբնական կերպով նրա ծնունդը հայտնվեց։ Նրա հայրը եւ մայրը չեն կարողանում զավակ ունենալ եւ հրեշտակը երկնքից ավետից տվեց։ Նորից հատուկ դեպքեր ունենք Աստվածաշնչում, երբ որ մանկան ծնունդը հրեշտակն է ավետից տալիս։ Մենք տեսնում ենք մարգարեի միջոցով կարող է լինի Աստծո մարդը, քահանան, քահանայապետը կարող է ասել, որ զավակ պետք է ծնվի, բայց հատուկ դեպքեր, որ հենց Աստծո հրեշտակն ինքը անձամբ գալիս է։ Եվ առաջին ուխտավորը դա Սամսոնն էր։ Սամսոնի ծնունդը գերբնական կերպով եղավ եւ Աստվածաշունչը ներկայացնում է, որ նա ամբողջ մի կյանք պետքա Տիրոջ ուխտավորը լիներ։ Հետո մենք տեսնում ենք Սամուելին, որ թեպետ հրեշտակի կողմից չավետվեց նրա ծնունդը, բայց նորից նրա մայրը ուխտ արեց, որ երեխան պետքա մանուկ հասակից լինի Տիրոջ ուխտավորը։ Եվ հետո Հովհաննես Մկրտչին ենք տեսնում, որ նորից հրեշտակի միջոցով ավետից եկավ եւ ասվեց, որ նա էլ պետքա լինի Տիրոջ ուխտավորը։ Բայց այսօր ուզում եմ սկսենք խոսել Սամսոնի մասին։ Սամսոնի ծնունդը գրված է Դատավորաց գրքում, Դատավորաց 13-րդ գլխում ներկայացնում է, որ Սամսոնի մայրը չէր կարողանում երեխա ունենալ եւ հանկարծ հրեշտակ հայտնվում է նրան եւ ասում դու որդի կունենաս եւ նա կլինի Տիրոջ ուխտավորը։ Այս բոլոր պայմանները կպահի ինչ որ ուխտավորը պետք է պահի իր ամբողջ կյանքի ընթացքում եւ նա կսկսի ազատել Իսրայել ժողովրդին փղեշտացիներից, իր թշնամիներից։
Սա էր Սամսոնի հետ Աստծո ուխտը։ Եվ հետո հրեշտակը երկրորդ անգամ է հայտնվում, որ Սամսոնի հայրն էլ է արդեն այդտեղ լինում, ունանք զարմանում ու վախենում են, ասում են մենք Տիրոջ հրեշտակին տեսանք։ Մենք կմահանանք, այդքան ահավոր էր այդ պատկերը, այդ լուրը, այդ հրեշտակի այցելությունը եւ Սամսոնի ծնունդը այս գերբնական կերպով եղավ։ Իհարկե նրա մանկությունից ինչ որ բան չկա գրված, բայց փորձենք պատկերացնել։ Սամսոնը մեծանում էր ու տեսնում էր, որ ուրիշների մազերը կտրում են, իսկ իրենը ոչ։ Ու իր մոտ հարց էր առաջանում։ Բայց ինչի մազերը չեն կտրում։ Եվ հավանաբար նրա ծնողները նրան մեծացնում են եւ նրան ասում են, որ դու Տիրոջ ուխտավորն ես։ Աստված քո միջոցով պետք է սկսի ազատել Իսրայել ժողովրդին։ Դու Տիրոջ ուխտավորն ես։ Եվ Սամսոնն անընդհատ լսում էր սա, դու Տիրոջ ուխտավորն ես։ Դու թշնամուց պիտի ազատես Իսրայել ժողովրդին։ Եվ առաջին դրվագը, որ կուզենամ կարդանք Սամսոնի կյանքից, հենց առաջին դրվագն է, որ նրա կյանքի մասին նկարագրված է։ 14-րդ գլուխ, դատավորած 14-րդ գլուխ առաջին խոսքից կկարդամ։ Սամսոնն իջավ Թամնաթա եւ Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մեկին տեսավ եւ վեր գնաց ու իր հորը եւ իր մորը պատմեց եւ ասեց. Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մեկին տեսա եւ հիմա ինձ համար կին առեք նրան։ Եվ նրա հայրն ու նրա մայրը նրան ասեցին. «Միթե քո եղբայրների աղջիկներում եւ իմ բոլոր ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս անթլփատ փղշտացիներից կին առնես»։ Բայց Սամսոնն իր հորն ասեց. «Նրան առ ինձ համար, որովհետեւ իմ աչքերին հաճելի է»։ Հետաքրքիր է, որ Տիրոջ ուխտավորի պատմությունը սկսվում է այս նկարագրությամբ, որ նա թշնամու ժողովրդից մի աղջիկ հավանեց։ Սամսոնը մեծացել էր ու գիտեր, որ փղշտացիներն իրենց թշնամիներն են։ Եվ ինքը կոչում ունի Տիրոջ ուխտավոր, որպես Տիրոջ ուխտավոր ազատելու թշնամուց, կռվելու փղշտացիների դեմ եւ Իսրայելին ազատելու։ Բայց հետաքրքիր է, այդ նույն Սամսոնը նույն փղշտացիներից մի աղջիկ հավանեց։ Եվ 4 խոսքի վերջին հատվածը այսպես ասում, նա հաճելի է իմ աչքերին։ Հզոր Սամսոն, ուժեղ։ Ինչ կարող էր անել նրան այդ մի աղջիկը։ Ինչքան անվտանգ էր թվում։ Եվ սա թշնամու ծրագիրն է։ Թշնամին շատ անվտանգ է թվում։ Մենք գիտենք, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո հանդեպ։ Բայց միևնույն ժամանակ աշխարհի մեջ այնքան անվտանգ բաներ կան, որոնք հաճելի են մեր աչքերին։ Եվ թշնամու գործելակերպը նույնն է այսօր էլ։ Շատ պարզ ու անվտանգ բաներով կարող է հաղթել Սամսոնը։ Եվ մենք ամբողջ Սամսոնի կյանքը կուսումնասիրենք եւ կտեսնենք ինչքան մեծ վտանգ կար սրա մեջ։ Ինչքան անվտանգ էր թվում Սամսոնի համար եւ ինչքան մահացու դարձավ սա նրա համար։ Եվ Սամսոնը իր ծնողների հետ գնում են, ես փորձեմ պատմությունը ներկայացնել, որ չկարդանք։ Սամսոնը իր ծնողների հետ գնում են եւ այդ աղջկա հետ ամուսնանալու մեծ խնջույք են անում եւ Սամսոնը այդ խնջույքի ժամանակ մի հանելուկ է ասում։ Եվ ասում է, եթե խնջույքի օրերի ընթացքում հանելուկի պատասխանն ինձ ասեք, ես 30 հանդերձ կտամ ձեզ, բայց եթե չկարողանաք ասել, դուք ինձ 30 հանդերձ կտաք։ Եվ գրված է, որ մի քանի օր անցել էր ու նրանք պատասխանը չեն կարողանում գտնել ու ուզում եմ կարդանք 17-րդ խոսքը։ 16-րդ խոսքում նրա կինը մոտենում է նրան ու ասում է, ինձ հայտնիր այդ պատասխանը, նա ասում է, ես իմ հորն ու մորը չհայտնեցի, քեզ ինչպես պետք է հայտնեմ։ Եվ 17-րդ խոսքը գրված է, նա իրենց խնջույքի 7 օրերին նրա մոտ լաց եղավ եւ 7-րդ օրը նրան բացատրեց, որովհետեւ նրան նեղություն էր տալիս։ Նա էլ բացատրեց հանելուկը իր ժողովրդին։ Այսինքն Սամսոնին այս աղջիկը անվնաս, անվտանգ թվացող այս աղջիկը սկսել էր նեղություն տալ։ Թշնամու մի փոքր խայծ։ Մի բան, որ շատ հաճելի էր նրա աչքերին, շատ անմեղ էր թվում, բայց հանկարծ սկսեց Սամսոնին նեղել։ Եվ այստեղ այն կարևոր դասը, որ ես ուզում եմ մենք ընդգծենք հետևյալն էր, որ առաջին հերթին թշնամու զորքից, փղշտացիներից մի աղջիկ նրա աչքերին հաճելի էր։ Նրա աչքերին հաճելի էր։ Եվ նրա համար սա շատ անվտանգ էր։ Ոչ մի վտանգ չէր զգում այդ աղջկանից։ Նույնը կատարվում է մեր կյանքերում։ Այսօր թշնամին աշխարհը մեր կյանքի մեջ գալիս է շատ անվտանգ ու անվնաս։
Եվ ինչին են նայում մեր աչքերը։ Ամեն օր ինչին են նայում մեր աչքերը։ Ինչն է հաճելի մեր աչքերին այս աշխարհում։ Այո, Աստծո խոսքում գրված է, որ աշխարհի սերը թշնամություն է Աստծո դեմ։ Բայց նորից այս աշխարհի մեջ բաներ կան, երևույթներ կան, որ կարան հաճելի լինեն մեզ համար։ Սրա մասին ավելի մանրամասն ենք խոսելու, բայց մի բան, որ այս աշխարհի մեջ եղող երևույթներից, որ կարա հաճելի լինի մեզ, դա հաջողված լինելու, առաջինը լինելու։ Անկամ Հիսուսի աշակերտների մեջ վիճաբանություն եղավ, ով պետք է մեծը լինի։ Եվ Հիսուսն ասում էր, այս աշխարհում նրանք, ովքեր տիրում են, մեծամեծներն են, թագավորներն են, առաջնորդներն են, բայց ձեր մեջ այսպես չլինի, ձեր մեծը թող ծառա լինի։ Բայց աշխարհը այս համակարգը ունի։ Եվ մարդը իր մեջ էլ ունի սա ձգտել, ավելին լինել, հաջողակ լինել։ Որը իհարկե մեղք չի։ Բայց եթե դա փոխարինում է Աստծո հետ հարաբերություններին, դա դառնում է մեղք։ Եվ սրա մասին ավելի մանրամասն քիչ հետո կխոսենք։ Գիտեք, այստեղ Սամսոնը պարտվեց, այս հանելուկը իր թշնամիներն իմացան իհարկե իր կնոջ միջոցով, եւ Սամսոնը գնաց եւ գրված է, որ Տիրոջ հոգին նրա վրա եկավ եւ նա գնաց ու թշնամուց 30 հոգի սպանեց ու նրանց հանդերձները բերեց տվեց։ Թվում է Տիրոջ օծությունն էր, Տիրոջ ուխտավորն էր, բայց իրականում այս ուխտավորը ձախողվել էր։ Իրականում այս ուխտավորը պարտվել էր, որովհետև գնացել էր իր աչքի ցանկությունների հետևից։ Եվ եկեք կարդանք Սամսոնի կյանքի հաջորդ դրվագը։ Առաջին բանը նա գնաց իր աչքի ցանկությունների հետևից։ 15-րդ գլխի հենց առաջին խոսքը, հաջորդ մի դրվագ։ Եվ եղավ, որ մի ժամանակից հետո ցորենի հունսքի օրերին Սամսոնը այծերից մի ուլ առավ եւ գնաց իր կնոջն այցելության։ Սամսոնն առաջի դրվագում խայտարակվեց, պարտություն կրեց։ Եվ հետո թողեց ու տրտմած եկավ իր տուն ու անցավ մի որոշ ժամանակ այլևս այդ աղջիկը նրա աչքերի առջև չէր։ Բայց նա հայտնվել էր իր մտքում։ Եվ Սամսոնի մտքից դուրս չէր գալիս։ Անցավ մի որոշ ժամանակ եւ Սամսոնը որոշեց։ Սա արդեն ոչ թե նրա աչքերի ցանկությունն էր, աչքերին հաճելի էր, այլ սա նրա մտքի որոշումն էր։ Եվ Սամսոնը գնաց այդ աղջկա հետևից։ Եվ հետո պարզվեց, նորից պատմությունը հակիրճ ներկայացնեմ, պարզվեց, որ Սամսոնի կինը ուրիշի հետ է ամուսնացել եւ նա նորից խայտարակ եղավ։ Եվ հետո աղվեսներ բռնեց, թշնամու արտերը այրեց, վառեց, փղշտացիներն եկան այդ կնոջն էլ, այդ կնոջ հորն էլ այրեցին, որպես պատիժ։ Եվ գրված է, որ Սամսոնը այս մեծ կոտորածից հետո գնաց ու մի ապարաժի մեջ բնակվեց։ Եվ փղշտացիների զորքն եկավ ու ասեց՝ տվեք Սամսոնին մեզ։ Իսրայել ժողովուրդն էլ Հուդայի ցեղն էլ գնացին եւ Սամսոնին կապեցին ու հանձնեցին փղշտացիներին։ Բայց նորից Տիրոջ հոգին եկավ Սամսոնի վրա ու Սամսոնը կտրեց այդ բոլոր կապանքները ու թշնամու զորքից 1000 մարդ սպանեց։ Միայնակ 1000 հոգու սպանեց։ Եվ նորից թվում է մեծ հաղթանակ։ Թվում է թե նա իր կոչման մեջ է որպես ուխտավոր, պատերազմը հաղթում։ Բայց նորից որպես ուխտավոր նա ձախողվեց։ Որովհետև նա այս անգամ էլ գնաց իր մտքի ցանկության հետևից։ Գնաց անելու այն, ինչ որ իր միտքն էր ուզում։ Շատ հաճախ մենք կարող ենք տեսնել ծառայողների, մենք ինքներս կարող ենք ծառայել Աստծուն ու մեծ հաղթանակներ ունենալ։ Ու թվա թե դա Տիրոջ շնորհն է դա անում։ Բայց իրականում մինչև դա մենք պարտություն կարող ենք ունենալ։ Եվ Սամսոնը մինչև այդ հաղթանակն արդեն իսկ պարտվել էր։ Գնալով իր աչքերի ցանկության հետևից, իր մտքի ցանկության հետևից։ Բայց Սամսոնի կյանքում մի հետաքրքիր բան կատարվեց։ Հենց այս հաղթանակից հետո, անմիջապես այս հաղթանակից հետո 18-րդ խոսքը, դատավորած 15-րդ գլուխ 18-րդ խոսքը։ Եվ խիստ շատ ծարավեց եւ Տիրոջն աղաղակեց եւ ասեց. Դու քո ծառայի ձեռքով հաջողեցիր այս մեծ փրկությունը, եւ հիմա ծարավով մեռնեմ եւ անթլպատների ձեռքն ընկնեմ։ Եվ Աստված մի ջրհոր բացեց եւ նա ջուր խմեց։ Առաջին դրվագն է, որտեղ Սամսոնը աղաղակում է Տիրոջը։ Առաջին տեղն է, որտեղ մենք տեսնում ենք Սամսոնը Աստծո հետ հարաբերությունների մեջ։ Որպես ուխտավոր նրա պատերազմները, որպես ուխտավոր նրա կյանքը պետքա բխեր այս հարաբերություններից։ Բայց իրականում նա գնում էր իր աչքերի ցանկության հետևից, իր ուզածն անելու ու հետո պատերազմների մեջ էր հայտնվում։
Իհարկե Տերը իր մեծ ողորմությունը չէր կտրում։ Այդ ամբողջ վատ իրավիճակները փոխում էր եւ Սամսոնի կյանքում հաջողություն էր տալիս, հաղթանակ էր տալիս։ Բայց մենք չենք տեսնում, որ Սամսոնի կյանքը, նրա որոշումները բխեն Աստծո հետ հարաբերություններից։ Մենք չենք տեսնում, որ Սամսոնը Սամուելի նման մանուկ հասակից սկսել էր լսել Աստծո ձայնը։ Սկսել էր Դավիթի նման պատերազմներից առաջ աղոթել ու ասել գնամ այս պատերազմին, թե չգնամ։ Որովհետև նա գնացել էր իր աչքերի ցանկության հետևից եւ իր մտքի ցանկության հետևից։ Եվ սա իրականում շատ վտանգավոր է։ Եթե ինչ-որ բան զբաղեցնում է Աստծո հետ հարաբերությունները, եթե ինչ-որ բան մեզանից գողանում է Աստծո հետ հարաբերությունները, սա մահացու վտանգավոր է։ Անկախ նրանից դա ինչ է։ Դա կարա շատ անվտանգ թվա։ Դա կարա շատ անվնաս լինի։ Ինչին ենք նայում մենք ամեն օր։ Հնարավոր է մեր շրջապատում, մեր համացանցում, սոցիալական կայքերում մենք նայում ենք ուղղակի գեղեցիկ հագուստներ, որ շատ անվնաս մի բան է, ոչ մի մեղք չկա։ Հնարավոր է նայում ենք անգամ տեսեք ինչքան անվնաս բան եմ ասում, խոհարարական ինչ-որ հաղորդումներ ենք նայում, ինչ-որ կարճ ինչ-որ բաներ ենք նայում խոհարարության հետ կապված, որը շատ նորմալ ու բնական բան է։ Եվ մենք անընդհատ նայում ենք սրան, ու սա հաճելի է մեզ։ Եվ հետո հանկարծ հայտնվում է մեր մտքի մեջ, ու մեր մտքից դուրս չի գալիս։ Եվ հետո մենք հասկանում ենք, որ այս զբաղմունքը, անվնաս ու անվտանգ թվացող զբաղմունքը դարձել է պատճառ, որ մենք այլևս չենք աղոթում, որ մենք այլևս Աստծո հետ հարաբերությունների մեջ չենք։ Մենք կարող ենք ժամեր շարունակ լինել համացանցում ու մեր հետաքրքիր սիրած զբաղմունքով զբաղվել ժամեր շարունակ։ Բայց արդյոք կարող ենք 1 ժամ աղոթել։ Հնարավոր է սա մի քիչ խիստ է հնչում։ Ու հնարավոր անգամ չհամաձայնվեք։ Բայց խնդրում եմ ուշադիր լինենք, որպեսզի սխալ չհասկանանք։ Ես չեմ ասում, որ համացանցով այս ամենը նայելը մեղք է, կամ սխալ է, կամ պետք չի։ Բայց դա չպետք է փոխարինի Աստծո հետ հարաբերություններին։ Մենք ավելի մեծ բանի համար ենք կանչված։ Մենք որպես Տիրոջ ուխտավորներ ավելի վեհ բանի համար ենք ստեղծված։ Տիրոջ հետ հարաբերությունների։ Եվ եթե ինչ-որ մի բան, անկախ նրանից դա անգամ կարող լինի մեր ընտանիքի հետ հարաբերությունը, եթե ինչ-որ մի բան զբաղեցնում է Աստծո հետ հարաբերությունները, անգամ ծառայությունը, դա կարող է դառնա մահաբեր, դա կարող է դառնա շատ վտանգավոր։ Եվ Սամսոնի կյանքում մենք տեսնում ենք, որ սա առաջին դրվագն էր, որ նա Տիրոջը աղաղակեց։ Նա ծարավեց, հասկացավ, որ մահվանը մոտ է, եւ մեր կյանքում էլ հենց այսպես է լինում։ Շատ անգամներ մենք հայտնվում ենք այդ չորության մեջ, հայտնվում ենք ծարավի մեջ, կարիքի մեջ ու սկսում ենք աղաղակել Տիրոջը։ Բայց մինչև այդ Սամսոնը խնդիրը սա էր, որ նա գնացել էր իր աչքերի ցանկության հետևից։ Այն ինչ որ հաճելի էր իրան։ Այն ինչ որ ցանկալի էր իր մտքին։ Բայց սա վտանգավոր է։ Հաջորդ մի դրվագ Սամսոնի կյանքից։ 16-րդ գլխում 4-րդ խոսքը կկարդամ։ Եվ նրանից հետո մեկ կին սիրեց Սովրեկ հեղեղատի մոտ ու նրա անունը Դալիլա էր։ Հաջորդ մի փուլ այդ սերը հայտնվեց նրա սրտի մեջ։ Երբեք մեղքը չի մնում մի աստիճանի վրա։ Բայց սկզբում դա ընդամենը հաճելի էր նրա աչքերին։ Ինչքան անվնաս էր։ Բայց նա պարտություն կրեց։ Հետո այդ երևույթը հայտնվեց նրա մտքի մեջ ու անընդհատ նրա մտքից դուրս չէր գալիս։ Եվ Սամսոնը հետևեց իր մտքին։ Եվ հանկարծ վերջում մենք տեսնում ենք, որ մեղքը հայտնվել էր նրա սրտի մեջ ու նա սիրեց թշնամու ժողովրդից այդ աղջկան։ Տիրոջ ուխտավորը, որ կանչված էր մեծ պատերազմներ հաղթել ու մեզնից ցանկացած մեկը այստեղ Տերը ուխտ ունի, Տերը կանչ ունի։ Բայց որտեղ ենք մենք գտնվում։ Ինչ ունենք մենք մեր սրտի մեջ։ Եվ հենց այստեղ է վտանգը, երբ որ ինչ-որ բան հայտնվում է մեր սրտի մեջ, որ Աստծո կամքից դուրս է։ Որ կարող է այնքան անվնաս, պարզ, հասարակ, առօրյա զբաղմունք լինի, կամ կյանքի նպատակ։ Ցանկացած բան, որ դուրս է Աստծո կամքից, մեզ համար մահացու վտանգավոր է։ Ես անընդհատ ուզում եմ շեշտել սա։ Եվ մենք տեսնում ենք ինչպես մեղքը մեկ մակարդակից ընդամենը դրսում աչքերի ցանկություններ,
Բայց հետո այն հայտնվեց Սամսոնի մտքում ու հետո անգամ նրա սրտի մեջ։ Եվ քիչ հետո մենք կտեսնենք ինչ կատարվեց Սամսոնի կյանքում։ Բայց ես ուզում եմ այս երևույթը, այս պատկերը մենք վերցնենք մեր կյանքի մեջ։ Շատ անգամներ մենք ինչ-որ երևույթներ կա, պարզապես ֆիլմ, որ նայում ենք, հաճելի է մեզ, բայց հանկարծ այդ ֆիլմը մեր ներսում սկսում է բարկություն, ագրեսիվություն կամ ինչ-որ արժեքներ ձևավորել։ Ընդհանրապես լուրեր։ Մենք ընդհանրապես նայում ենք դրանք եւ սիրում ենք, ուղղակի հանգստանում ենք, բայց հետո այդ լուրերը հայտնվում են մեր մտքում, բերում են անհավատություն, վախեր, հետո հայտնվում են մեր սրտում։ Եվ հանկարծ մենք տեսնում ենք, որ այդ երևույթները, որ առաջին հայացքից նորից շատ անվտանգ են, սկսում են ազդել մեր եւ Աստծո հարաբերությունների վրա։ 16-րդ գլխի շարունակության մեջ սկսում է Սամսոնը խաղալ մեղքի հետ։ Արդեն մեղքը հայտնվել է նրա սրտի մեջ եւ մեղքը սկսում է խաղալ Սամսոնի հետ։ Սամսոնն էլ սկսում է խաղալ մեղքի հետ։ Տեսնում ենք, թե ինչպես է Դալիլան նրան հարցնում, թե ո՞րն է քո մեծ զորության աղբյուրը։ Եվ Սամսոնը սկսում է խաղալ եւ ասում է, եթե ինձ կապեն 7 կապերով, ես կտկարանամ։ Եվ արթնանում է ու տեսնում, որ կապված է ու վերակենում թշնամիներին հաղթելու։ Հետո նորից Թշնամին նորից խաղում է նրա հետ, նորից ասա, ո՞րն է քո զորության աղբյուրը։ Ասում է, եթե իմ մազերը կապեն, ես կտկարանամ։ Եվ նորից Սամսոնը արթնանում ու տեսնում է, որ իր մազերը կապված են։ Նա սկսել է խաղալ մեղքի հետ։ Նա սկսել է խաղալ թշնամու հետ, նա սկսել է խաղալ աշխարհի հետ։ Եվ 15-րդ խոսքից։ Դատավորաց 16-րդ գլուխ 15-րդ խոսք։ Այն ժամանակ Դալիլան նրան ասաց. Ինչպես ես ասում, թե քեզ սիրում եմ, քանի որ սիրտդ ինձ հետ չէ։ Հիմա այս 3 անգամ է, որ ինձ խաբեցիր եւ ինձ չասացիր, թե քո մեծ զորությունն ինչում է։ Եվ որովհետեւ ամեն օր իր խոսքերով նրան նեղում էր եւ նրան բռնադատում էր, այս ժամանակ նրա սիրտը նեղվեց մինչեւ մահ։ Սամսոնի սիրտը մինչեւ մահ նեղվեց։ Եվ նա իր սրտի մեջ բոլոր եղածը նրան հայտնեց։ Պատկերացնում եք Սամսոնին։ Հզոր մարդ, Աստծո ուխտավոր, ծնված օրվանից գերբնական ծնունդ էր ունեցել։ Աստծո կոչումը, Աստծո շնորհը, Աստծո ընտրությունը կար նրա կյանքի մեջ։ Եվ ընդամենը մի աղջիկ, մի կին։ Բայց ինչպես խայտառակեց նրան։ Մենք տեսնում ենք, որտեղից ուր հասանք։ Սամսոնի կյանքի կարճ նկարագրությունը ընդամենը սկսվում է այստեղից, որ մի կին նրա աչքերին հաճելի էր։ Եվ հայտնվում է այնտեղ, որ նա իր ամբողջ սիրտը հայտնում է, իր ամբողջ սրտինը տալիս է ու նվիրվում է։ Նոր ուխտավոր էր։ Տիրոջ ուխտավորն էր, Տիրոջը նվիրվածն էր։ Իր սիրտն ամբողջությամբ պիտի Տիրոջը նվիրված լիներ։ Բայց հանկարծ իր սիրտը նվիրվել է թշնամուն։ Եվ շարունակության մեջ մենք տեսնում ենք մի ցավալի խոսք, որ գրված է Աստվածաշունչում հատուկ ցավալի խոսքերից մեկն է, այն հատուկենտ խոսքերից, որ կարդում ես ու իրոք ափսոսանք ես ապրում։ 19-րդ խոսքը գրված է, որ Դալիլան նրան իր ծնկների վրա քնեցրեց։ Պատկերացնում եք Տիրոջ ուխտավորը։ Արդյոք դու այդտեղ պետք է լինեիր։ Եվ իմ աղոթքն ու խնդրանքն է, որ մենք մեր սրտերն անկեղծությունով բացենք Տիրոջ առջև։ Որ եթե մեր սրտի մեջ ինչ-որ մի բան կա, որ եթե այս աշխարհում ինչ-որ մի երևույթ կա, որ մեր աչքերի համար ցանկալի է, թող այսօր Տիրոջ հոգին հայտնի մեզ։ Գուցե մենք մարդկորեն չկարողանանք հասկանալ։ Գուցե մենք մարդկային մեր տեսակետով, մեր դիրքորոշումով, մեր վերլուծությունով չկարողանանք հասկանալ, որ սա վտանգավոր է։ Բայց Իրանի այսօր համարձակություն ունենանք անկեղծությունով մեր սիրտը մինչև ամենախորը անկյունը բացել Աստծո հոգու առջև, Աստծո խոսքի առջև եւ թույլ տալ, եթե կա ինչ-որ սեր իմ սրտի մեջ, եթե կա ինչ-որ ցանկություն իմ աչքերի առաջ, եթե որոշումներ իմ մտքի մեջ, որ դուրս չեն գալիս, որը խանգարում է ինձ քեզ հետ հարաբերությունների մեջ, անգամ մարդկանց հետ հարաբերություն, ընկերական հարաբերություն, ընտանեկան ինչ-որ կապեր, բարեկամական, եթե ինչ-որ բան խանգարում է, թող Տերը իր լույսը բերի։
եւ հավատում եմ, որ Տերը իր լուծումն էլ կտա։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, որ Տիրոջ ուխտավորը այնիշ որ ուզում եմ ընդգծել, շատ հանգիստ ու ապահով էր իրեն զգում թշնամու գրկում։ Այնքան ապահով ու հանգիստ գլուխը դրել էր ու քնել։ Ցավալի է։ Բայց շատ անգամներ մենք ինքներս հայտնվում ենք այս իրավիճակում։ Եթե մեր ֆինանսները լավ են, մենք շատ ապահով ենք զգում մեզ։ Ապահով ու հանգիստ քնած ենք։ Եթե մեր հեղինակությունը բարձրանում է, եթե մենք ազդեցիկ բարեկամություն ու ծանոթություն ունենք, լավ շրջապատ ունենք, եթե ես ինչ ազդեցիկ հեղինակությունը ինձ ճանաչում է, իմ հետ մտերիմ է, ես հանգիստ գլուխս դնում եմ աշխարհի գրկին ու քնում։ Որովհետև ինձ համար սա դառնում է արժեք։ Եվ ցավալի խոսքը հենց շարունակությունն է, թե ինչ կատարվեց։ Եվ Դալիլան նրա մազերը կտրում են, մարդը կանչում եւ նրա մազերը կտրում են։ Եվ 20-րդ խոսքն ասում է. Կինն ասեց Սամսոնին. «Փղշտացիները քեզ վրա եկան եւ նա քնից զարթնելով ասեց. դուրս գամ եւ առաջի անգամի պես թոթափեմ, բայց չգիտեր, որ Տերը իրենից գնացել էր»։ Ամենացավալի դրվագն է։ Տերը իրենից գնացել էր։ Իսկ Սամսոնը տեղյակ չէր։ Մենք նման պատմություն տեսնում ենք նաև Սավուղի կյանքում, որ Տերը նրանից հեռացել էր։ Տիրոջ ուխտավորը ինչ գործ ուներ այդտեղ, որ կանչված էր մեծ պատերազմներ հաղթելու, որ գերբնական ինչպիսի ծնունդ էր ունեցել, նորից Աստվածաշնչում են հատուկ մարդկանցից մեկն էր։ Բայց ինչքան հանգիստ ու ապահով էր իրան զգում այս աշխարհի գրկում, բայց Տերը նրանից գնացել էր։ Չենք կարա երկու խաղ խաղանք։ Սամսոնը այդպես էր տրամադրված։ Դե այս աղջկա հետ կապրեմ, թշնամու գեղեցիկ աղջիկներից մեկն էր։ Իրա ծնկների վրա կքնեմ, հետո էլ կգնամ պատերազմներ կհաղթեմ։ Այդպես չի լինում։ Սիրտս կնվիրեմ այս աղջկան սրտից միջի եղածը կասեմ, ինչպիսի սեր էր խոստովանել Սամսոնը։ Որ այդ կինն ասում է, դու ինձ ասում ես սիրում ես ինձ, ինչ խոսքերով գովել էր, սեր էր ասել աշխարհին, թշնամուն։ Ինչքան լուր էր Աստծո հետ հարաբերությունների մեջ։ Խնդրում եմ ուշադիր լինեք, խնդիրը հենց այստեղ է։ Ես օրինակներ բերեցի, որոնք մեր կյանքի մեջ այնքան պարզ ու հասարակ են, մեր առօրյան են, ու մենք չենք կարող առանց այդ բաների ապրել։ Բայց երբ որ դու նայում ես անընդհատ նորաձևություն, նոր հագուստներ, նոր դիզայներություն, տան կահավորանք եւ այլն, ու հանկարծ նրանք հայտնվում են քո սրտի մեջ եւ խլում են Աստծո հետ հարաբերությունները եւ քո գոհությունը։ Եվ դու սկսում ես սեր ասել նման բաներին։ Եվ դու սկսում ես ներկանալ, մարդկանց ներկայացնել, դու ապրել այս ամենով։ Ցանկացած բան, անգամ մեր երեխաների ապագան, ինչպիսին մենք կարանք պատկերացնենք ու երազենք, ցանկացած բան, եթե դուրս է Աստծո կամքից եւ Աստծո հետ հարաբերություններից, մահացու է։ Եվ մենք տեսանք Սամսոնը որտեղից ուր հասավ։ Հանգիստ քնեց։ Բայց մենք պետք է մեր կյանքի որոշումների, մեր կյանքի ուղղվածության, մեր կյանքի նպատակների համար Աստծո հետ հարաբերություններ ունենանք։ Եվ չխաբվենք, որ մեծ հաղթանակներ կարող ենք ունենալ ինչպես Սամսոնը։ Նայում ենք ինչքան գրավիչ է Սամսոնը, թշնամուն 1000 հոգուն միայնակ կարողացավ հաղթել։ Ինչպիսի օծություն։ Գուցե քարոզիչներ տեսնենք, ես այստեղ կարող եմ կանգնել ու քարոզել, ու իմ խոսքը ազդեցիկ լինի, ու մարդիկ կարան տպավորվեն ու ազդվեն այդ խոսքից, բայց եթե իմ ծառայությունը չի բխում Աստծո այդ հարաբերություններից, դա ոչինչ է։ Ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ։ Եվ մեր կյանքը, անգամ մեր առօրյան պետք է լցված լինի Աստծո հետ հարաբերություններով։ Համաձայն եք։ Բայց ցավալի մի բան տեղի ունեցավ։ 20-րդ խոսքում ասում է, որ Տերը նրանից գնացել էր, եւ 21-րդ խոսքը։ Եվ փղշտացիները նրան բռնեցին, եւ նրա աչքերը հանեցին, եւ նրան իջեցրեցին ցած գազը, եւ ոտնակապերով կապեցին, եւ բանտում աղում էր։ Ահա Տիրոջ ուխտավորը։
Սա մեղքի հետևանքներ։ Սա գիտեք ինչի հետևանքներ, որ մի կին նրա աչքերին հաճելի էր։ Եվ հաջորդ խոսքերը նկարագրում է, թե ինչպես բղշտացիները մեծ խնջույք էին անում, ուրախացել էին, որ իրենց Աստծուն գովում էին, որ իրենց թշնամուն իրենց ձեռքն է հանձնել։ Եվ 25-րդ խոսքն ասում է, նրանց սիրտը երբ որ ուրախացել էր, ասեցին Սամսոնին կանչենք, որ մեր առաջին պարգա։ Եվ Սամսոնին բանտից բերեցին ու նրանց առջև պարում էր։ Տիրոջը զոր ուխտավոր։ Եկեք մտածենք սրա մասին։ Ինչի համար ես կանչված դու։ Եվ որտեղ ես դու։ Հզոր ուխտավորը, Տիրոջը նվիրվածը։ Եկեք պատկերացնենք, ինչ իրավիճակում էր Սամսոնը։ Նրա աչքերը հանել էին։ Ձեռքերն ու ոտքերը կապանքների մեջ էր։ Ստրկության մեջ էր։ Եվ կանչել էին ու իրանց առաջին պար էր գալիս։ Երբ որ խոսում ենք գերիների մասին, ցավոք սրտի, հայ գերիների մասին ինչեր ենք պատկերացնում։ Ինչպես վարված կլինեն նրանց հետ, ինչեր արած կլինեն։ Սամսոնը գերի էր։ Հզոր թշնամի գերության են վերցրել։ Ինչեր ասես արած չէին լինի։ Տիրոջ ուխտավորը աչքերը հանած պար էր գալիս։ Թշնամու առջև ծաղրվում էր, խայտառակված էր։ Ցավալի է։ Ամեն։ Շատ ցավալի է։ Բայց այս Սամսոնի կերպարի մեջ ես ուզում եմ մենք ամեն մեկս մեզ տեսնենք։ Սա հոգևոր խորհուրդ ու հոգևոր պատկեր որպես Սամսոնը ներկայացնում ամբողջ մարդկությանը, ձախողված ուխտավոր։ Ձախողված ուխտավոր։ Աստված Ադամի հետ նորից ստեղծել էր եւ ասել էր գնա եւ իշխիր, բայց Ադամը ձախողվեց։ Եվ ամբողջ մարդկությունը Աստծո փառքից ընկան, մեղանչեցին, եւ ամբողջ մարդկությունը գտնվում է այս գերության մեջ։ Բայց սա ոչ միայն ամբողջ մարդկության պատկերն է, այլ ես ուզում եմ, որ մենք անհատականացնենք եւ դարձնենք մերը սա իմ պատկերն է։ Մեղքի հետևանքով ես ինքս հայտնված եմ այստեղ։ Երբ որ ես գնում եմ իմ աչքերի ցանկության հետևից, երբ որ ես անում եմ այն ինչ որ իմ միտքն է ուզում, եւ աշխարհը հայտնվում է իմ սրտի մեջ, ես ինքս հայտնվում եմ այս վիճակում։ Ինչպիսի ցավալի գերության մեջ ծաղրված, անարգված, խայտառակված, ձախողված ուխտավոր։ Եկեք կարդանք Եփեսացիներ 2-րդ գլխից մի հատված։ Եփեսացիներ 2-րդ գլուխ առաջին խոսքից կկարդամ։ Եվ դուք, որ մեռած եք հանցանքներում եւ մեղքերում, որոնցում մի ժամանակ գնում եք այս աշխարհի սովորության պես, օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ, որոնց մեջ մենք ամենքս էլ մի ժամանակ ման էինք գալիս, մեր մարմնի ցանկություններում, մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնությամբ բարկության արժանի որդիներ էինք, ինչպես ուրիշները։ Ճիշտ նկարագրում այն կերպարը, որ մենք տեսանք Սամսոնի կյանքում։ Մեղքի մեջ մեռած, գերության մեջ անում ենք այն, ինչ որ այս օդի իշխանն է ասում, եւ բնությամբ, էությամբ, բարկության արժանի որդիներ ենք։ Մեղքի հետ խաղալ չի կարելի։ Աշխարհը մեղքը ինչքան էլ որ անվտանգ թվա, Արեն եղբայրն ասում էր, որ մեղքը դա անհնազանդությունն է։ Աստծո կամքից դուրս, Աստծուն անհնազանդ լինելը, սա է մեղքը։ Կապ չունի դա ինչ, Ադամը ինչ արեց, ընդամենը մեկ մեղք գործեց, մեկ անհնազանդություն։ Բայց այդ մեկ անհնազանդությունը բավարար էր, որ նա վտարվեր։ Այդ մեկ անհնազանդությունը բավարար էր։ Եվ ինչքան անհնազանդություններ կան մեր կյանքում, ինչքան մեղքեր կան մեր կյանքում։ Մենք, որ մեռած ենք մեր մեղքերի մեջ, մենք, որ ձախողված ուխտավորներ ենք, մեր բնավորությունը, մեր էությունը, նայեք, եկեք անկեղծ լինենք մենք մեզ հետ, ինչ կա մեր սրտի մեջ։
որքան հպարտություն կա, որքան չարություն կա, որքան նախանց կա, մրցակցություն կա, որքան վախեր կան, որոնք անհավատությունից են։ Եվ ես ուզում եմ մենք ինքներս մեզ, մարդկությանը եւ մեզ տեսնենք կապված, մեր աչքերը հանած եւ թշնամուն արչեւ ապարելիս գերության մեջ ծաղրված, որտեղ մենք ամենքս էլ մի ժամանակ այսպես ենք եղել։ Բայց հիմա ուզում եմ կարդալ Աստվածաշնչի ամենահիանալի խոսքերից մեկը, ամենափառահեղ խոսքերից մեկը։ Եփեսացիներ 3-րդ գլուխ մենք 3-րդ խոսք մենք կարդացինք եւ ուզում եմ կարդալ հենց 4-րդ խոսքը։ Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ։ Բայց Աստված, այո մենք մեռած ենք մեր մեղքերի մեջ։ Այո մենք գերության մեջ ենք, բայց Աստված։ Այո մենք անհուս ենք, թշնամին մեզ խայտառակել էր, բայց Աստված։ Ես տկարություններ ունեմ, բայց Աստված։ Ես պարտություններ ունեմ, բայց Աստված։ Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, իր շատ սիրո համար, որ մեզ սիրեց, երբ որ դեռ մեռած էինք մեր հանցանքների մեջ, մեզ կենդանի արեց Քրիստոսի հետ։ Շնորհով եք փրկված։ Քրիստոսի հետ մեզ հարություն տվեց եւ նստեցրեց երկնավորներում։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք ժամանակագրական գրվածքին, երկնավորներում նստեցրեց։ Ոչ թե կնստեցնի, նստեցրեց։ Բայց Աստված, մեր ձախողման ու մեր պարտության մեջ, բայց Աստված։ Փառք Տիրոջը, որ մենք մեռած էինք, բայց նա մեզ հարություն տվեց։ Ողջ փառքերը Տիրոջը, ինչ արել մեր Աստված մեզ համար։ Եվ երկնավորներում նստեցրեց։ Ես ուզում եմ մենք երկու պատկեր դնենք իրար կողք կողքի։ Սամսոնը գերության մեջ կապված, աչքերը հանած, ծաղրված, խայտառակված եւ հաջորդ պատկերը Քրիստոս երկնավորներում փառքի մեջ նստած։ Ինչպիսի հակադրություն, երկու ուխտավոր։ Այսօրվա խոսքը վերնագրել եմ երկու ուխտավոր, ձախողված ուխտավոր, որ Սամսոնն էր, որ մենք ենք մեռած մեր մեղքերի, մեր հանցանքների մեջ, բայց Աստված մեզ երկնավորների մեջ նստեցրեց։ Եվ ամեն ոք, որ հավատում է եւ ընդունում է, որ ինքը Սամսոնն է եղել, բայց Աստված իր որդուն ուղարկելով, շատ սիրելով իր որդուն ուղարկեց, որ Հիսուս Քրիստոսը լինելով Աստված, կատարյալ մեր մեղքերի համար մահացավ։ Մեր տառապանքներն իր վրա վերցրեց։ Եվ մեր մեղքի պատիժը կրեց։ Բայց մեղքը, մահը չկարողացավ հաղթել նրան, որովհետև նա հարություն առավ։ Ով որ հավատում է, իր ներսում մի նոր էություն ունի, նստած երկնավորներում։ Մի նոր մարդ ունի իր ներսում, որ նորոգված այս ստեղծողի պատկերի նման, հաղթական մի էություն։ Մենք ունենք ընտրություն։ Գիտեմ, որքանով է երևում, բայց Սամսոնն է գերության մեջ ձախողված, պարտված, խայտառակված, եւ Հիսուսն է փառավորված։ Փառք Տիրոջ, որ մենք ունենք այդ նոր մարդը մեր ներսում։ Բայց ինչ անենք մենք, որն է մեր բաժինը, արդյոք ինչ-որ բան դեռևս ունենք մենք անելու, բա ինչու ենք տեսնում մեր կյանքում մեղքեր, ինչու ենք տեսնում դեռևս կռիվներ, մի քանի հատվածներ կա, որ կուզենամ կարդանք եւ ամփոփենք։ Հռոմեացիներ 6-րդ գլուխ։ Գիտեք ամբողջ խնդիրը որն է, որ մենք փորձում ենք Սամսոնին, այդ ձախողված ուխտավորին փոխել ու դարձնել լավը, փոխել ու դարձնել քրիստոսակերպ։ Մենք փորձում ենք այդ ձախողված կապանքների մեջ ծաղրված, աչքերը հանած, գերության մեջ եղող Սամսոնին մի քիչ չի կարելի լիներ տանք, ես չի կարելի անել, այն չի կարելի անել, քեզ էսպես պահի եկեղեցի արի, խելոք եղի, ես եղի, կարծում ենք, որ դա անելով Աստծո առաջ ընդունելություն կունենանք։ Բայց այդ հին մարդը ոչ մի կերպ չի կարող արժանանալ Աստծո ընդունելությանը։
Հին մարդու ոչ մի այդ հիմքի վրա կառուցված ոչ մի բան, ինչքան էլ որ լավը լինի դա, ինչքան էլ որ կազմակերպված եկեղեցի գա ծառայի ու մնացած բաներն անի, ոչ մի բան չկա հին մարդու հիմքի վրա, որ Աստծո առաջ հաճելի ընդունելի լինի, բայց միայն շնորհ, բայց միայն Սուրբ Հոգով լցվել եւ շնորհով ապրել։ Մենք չենք կարող մեր արժանինքներով այդ հին մարդուն ինչ-որ բաներ սովորեցնելով, անել, չանելով գրավենք Աստծո հաճությունը։ Բայց միայն Հիսուս Քրիստոս հիմքն է, նոր ուխտավորի հիմքն է, նոր մարդն է, որ Աստծո առաջ ընդունելի է։ Եվ կերպը, լուծումը, տարբերակը մեկն է՝ հին մարդու մահը։ Հին ուխտավորի, ձախողված ուխտավորի մահը։ Հռոմեացիներ 6-րդ գլուխ 4-րդ խոսք։ Մկրտությունով մենք նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որ ինչպես Քրիստոս հոր փառքով մեռելների միջից հարություն առավ, այնպես մենք էլ կյանքի նորոգության մեջ ման գանք։ Այսօր ման գանք կյանքի նորոգության մեջ, որովհետև մենք խաչվեցինք նրա հետ։ Այն հին էությունը, ձախողված ու պարտված էությունը խաչի վրա մահացավ։ Եվ Հռոմեացիները շարունակության մեջ 6-րդ խոսքը, այս իմանալով, որ մեր հին մարդը նրա հետ խաչվեց, որ մեղքի մարմինը խափանվի, որ այլևս չծառայենք մեղքին։ Հասկանում եք, մենք ծառա ենք եղել մեղքին։ Մենք չենք կարող ուրիշ կերպ ապրել։ Այդ հպարտությունը, այդ ինքնապաշտպանական բնազդը, այդ ամեն ինչ Աստծո դեմ թշնամությունն է ու դա մերն է, դա մեր էությունն է։ Մենք բնության, բարկության արժանի որդիներ ենք։ Բայց Աստված, որ մեծ է ողորմությամբ, մենք Քրիստոսի հետ խաչված ենք։ Հին մարդը խաչված է Քրիստոսի հետ։ Հռոմեացիներ 11-րդ խոսքից կկարդամ 6-րդ գլուխ 11-րդ խոսքից։ Նույնպես էլ դուք ձեր անձերը մեղքին մեռած համարեք եւ Աստծուն կենթանի մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Սրա համար թող մեղքը չթակավորի ձեր մահկանացու մարմինների մեջ, որ հնազանդվեք նրա ցանկություններին։ Եվ ձեր անդամները անիրավության գործիք մի ներկայացրեք մեղքին, այլ ձեր անձերը ներկայացրեք Աստծուն։ Ձեր անձերը, ձեր մարմնի անդամները ամեն օր ներկայացրեք Աստծո առջև։ Ինչ ասա նշանակում։ Ես գալիս եմ Տիրոջ առջև, ասում Տեր Աստված, իմ աչքերը, իմ շուրթերը, իմ ականջները, իմ միտքը, իմ ձեռքերը, ես պատկանում եմ քեզ։ Ես եկել եմ քո առջև ներկանալու եւ անելու այն, լինելու այնտեղ, ապրելու այնպես, ինչպես որ դու ես ուզում։ Եվ անգամ կիմաստավորվի իմ աշխատանքի գնալը։ Անգամ կիմաստավորվի տանը իմ երեխեքին պահելը։ Ամեն բան իմաստ կստանա։ Երբ որ լինի Աստծո հետ հարաբերություններից։ Հռոմեացիներ 8-րդ գլխից 6-րդ խոսքը կուզենամ կարդալ, որովհետև մարմնի խորհուրդը մահ է եւ հոգու խորհուրդը կյանք, կյանք եւ խաղաղություն, որովհետև մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, որովհետև Աստծո օրենքին չի հնազանդվում եւ չի էլ կարող։ Ամբողջ խնդիրն էստեղ է, որ չի էլ կարող, հին մարդը չի կարող գրավել Աստծո ուշադրությունը։ Հին էությունը չի կարող կատարել Աստծո կամքը, հասկանալ Աստծո կամքը, ունենալ հարաբերություններ Աստծո հետ։ Ութերորդ խոսքը եւ նրանք որ մարմնով են չեն կարող Աստծուն հաճելի լինել, բայց դուք մարմնով չեք, այլ հոգով, եթե Աստծո հոգին բնակված է ձեզանում, եթե Քրիստոս ձեզանում է, ապա մարմինը մեռած է մեղքի համար եւ հոգին կենթանի է արդարության համար։ Եթե Հիսուսին մեռելներից հարուցանողի հոգին բնակված է ձեզանում, ապա Քրիստոսին մեռելներից հարուցանողը ձեր մահկանացու մարմիններն էլ կկենթանացնի։ Ասեք, ինչ հոգի է բնակված մեր մեջ։ Փառավոր ու հաղթական Աստծո հոգին է բնակված մեր մեջ։ Եվ Հռոմեացիներ 8-րդ գլխի շարունակության մեջ 13-րդ խոսք 12-ից կարդամ։ Ապարում են եղբայրներ պարտական ենք ոչ թե մարմնին մարմնի պես ապրելու, որովհետև եթե մարմնավորապես ապրենք կմեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք, կապրենք։ Եթե հոգով ապրենք, եթե հոգով վարվենք, եթե հոգով գործենք եւ մարմնի գործերը սպանենք, կապրենք։ Մենք ունենք ընտրություն, որի համար փառք Տիրոջը։ Որ մենք մեռած էինք, բայց Տերը բերեց այդ երկրորդ ուխտավորը, երկրորդ տարբերակը։ Որ մենք ձախողված էինք, բայց Տերը եկավ ու ասեց. ես քո փոխարեն ամբողջ բարկությունն եմ վերցնում։
ամբողջ մեղքի հետևանքն ու պատիժն եմ վերցնում։ Ծաղրը եւ անարգանքն եմ վերցնում։ Եվ դրա փոխարեն քեզ կյանքն եմ տալիս։ Մի քանի հատված եւս կա, որ կուզենամ կարդանք։ Եփեսացիներ 5-րդ գլուխ։ Եփեսացիներ 5-րդ գլուխ 18-րդ խոսքից։ Եվ մի արփենակ գինով, որ նրանում անառակություն կա, այլ լցվեք հոգով։ Երգեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը։ Սիրելիներ, մի կարևոր բան եմ ուզում ասել։ Մի կարևոր եւ շատ պարզ բան, բայց որը մեծ ու փառավոր արդյունք կարա բերի մեր կյանքերի մեջ։ Ասում եմ, ձեր սրտերի մեջ երգեք Տիրոջը։ Սաղմոս ասեք, փառք տվեք։ Քո առօրյան թող լցված լինի քո սրտի մեջ Տիրոջը երգելով։ Եվ այս խոսքը վերջին հատվածն մի երկու հատված կա, որ կկարդանք, բայց ուզում եմ մի մարտահրավեր լինի ցանկացածից համար։ Մի պարզ բան եմ ասում, բայց որը եթե փորձեք անել կհասկանաք ինչքան դժվար է։ Փորձեք ձեր կյանքը, ձեր առօրյան ամեն օր ունենալ 5 րոպեանոց ընդմիջումներ, օրվա մեջ թեկուզ 3 անգամ 5 րոպեանոց ընդմիջում ու Աստծո խոսք կարդացեք։ Աշխատանքի մեջ, ուսման մեջ, տան գործերի մեջ փորձեք ձեր օրը բաժանել 3 անգամ, ընդամենը 1 սաղմոս կարդացեք եւ մտածեք դրա շուրջ։ Սա իրական շատ բարդ է անել։ Բայց սա մեծ օրհնություն կարա բերի։ Շատ անգամներ մեխանիկորեն կարանք կարդանք։ Մեխանիկորեն այդ խոսքը կարա լինի մեր աչքերի առջև։ Եկեք շարունակությունն էլ կարդամ ու հետո Գաղատացիներ 5-րդ գլուխ 16-րդ խոսքից։ Բայց ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի։ Որովհետեւ մարմինը ցանկանում է հոգուն հակառակ եւ հոգին մարմնին հակառակ եւ սրանք իրար հակառակ են, որ միգուցե այն, որ դուք կամենում եք, այն անեք։ Գիտեք, Սամսոնը նախքան փորձության գալը արդեն պարտվել էր, որովհետեւ նա չուներ հարաբերություններ Աստծո հետ եւ մենք էլ շատ անգամներ մինչեւ փորձության գալը մենք արդեն պարտված ենք։ Հիշենք Հիսուսի աշակերտներին։ Հիսուսը Գեթսեմանում աղոթում էր եւ ասում էր հոգին հոժար է, բայց մարմինը տկար արթուն մնացեք, աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Ու երբ որ փորձության ժամը եկավ, Տեր Հիսուսն ասեց. ինչպես չխմեմ ես բաժակը։ Իսկ աշակերտները փախան, որովհետեւ մինչեւ այդ նրանք արդեն պարտվել էին։ Եվ եթե ես իմ առօրյան լցված է Տիրոջով, եթե ես ապրում եմ հոգով, եթե ես իմ սրտի մեջ օրհնում եմ Տիրոջը, փառաբանում եմ Տիրոջը, ես ապրում եմ նրա հետ հարաբերությունների մեջ, երբ որ փորձությունը գալիս է, ես կարողանում եմ հոգով գնալ եւ մարմնի գործերը չանել։ Բայց տեսնենք հակառակը, ես ամբողջ օրն ապրում եմ ինձ համար, իմ արժեքներով, իմ առօրյայով, իմ նպատակներով, իմ ընտանիքով, իմ կյանքով։ Երբ որ գալիս է փորձությունը, ես ասում եմ՝ ուր ես Տեր։ Եվ ես կանգնում եմ ու սկսում եմ ինչ-որ բաներ, մենք արդեն պարտվել ենք։ Մեզ մնում է միայն մի բան փախչել։ Կողոսացիներ 3-րդ գլուխ առաջին խոսքից կուզենամ կարդամ։ Եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա խնդրեք վերինները, որտեղ Քրիստոսն է նստում, Աստծո աջ կողմը, եւ երկրորդ խոսքը՝ վերինները մտածեք, ոչ թե երկրի վրայինները։ Վերինները մտածեք։ Հավիտենական բաների մասին մտածեք։ Այսօր մի փոքր վերջին հատվածում շատ խոսքեր կարդացինք, բայց կարծում եմ այս խոսքերը կարևոր են։ Կարդացեք Հռոմեացիներ 6-րդ գլուխ, 7-րդ, 8-րդ գլուխ, Եփեսացիներ 2-րդ գլուխ, Կողոսացիներ, Գաղատացիներ, ամբողջ տեղերում գրված է այս ամենը։ Հին մարդը հանեք եւ նորը հագեք։ Կողոսացիներ 3-րդ գլխում էլ նորից գրված է 8-րդ խոսքը կարդամ, բայց հիմա դուք էլ դեն դրեք այն ամենը բարկություն, սրտմտություն, չարություն, հայհոյություն, ամոթալի խոսքեր ձեր բերանից, սուտ մի խոսեք իրար հետ։ Հանեք հին մարդը իր գործերով եւ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես։ Եվ շարունակության մեջ վերջին խոսքն եմ ուզում կարդալ։ 16-րդ խոսքը։ Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես ամեն իմաստությունով։ Իրար սովորեցրեք եւ խրատեք սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով եւ շնորհով օրհնեք Տիրոջը ձեր սրտերում։
Եվ ամեն ինչ որ էլ անեք, խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուսի անունով արեք։ Գոհություն տալով Աստծուն եւ Հորը նրա ձեռքով։ Շատ պարզ։ Ընդամենը Աստծո խոսքով լցվեք։ Ձեր սրտերի մեջ օրհնեք Տիրոջը։ Գիտեք, շատ անգամներ մեզ համար կարող է ձանձրալի ու անիմաստ թվա, մեխանիկորեն աշխատանք թվա Աստծո խոսքը կարդալը։ Ոչինչ։ Մեխանիկորեն կարդա։ Կարդում ես, չես հասկանում, չես հիշում, ոչինչ, կարդա, շարունակի հավատարմորեն կարդա։ Ոնց է մեխանիկորեն կարանք ինտերնետում ժամեր անցկացնենք։ Աստված իր ժողովրդին ասել էր, իմ խոսքը լինի ձեր ճակատների վրա, մեխանիկորեն կկարդաք, ձեր աչքերի առաջ կլինի, բայց թող լինի։ Քո հեռախոսի վրա թող Աստծո խոսքից համարներ լինեն։ Օրվա ընթացքում փորձի անգիր անես, ինչ-որ մի կարճ խոսք, մի բան, բայց քո կյանքը լցրու Աստծո խոսքով։ Սա շատ պարզ է, ու թվում է դե հա ինչ կա դրա մեջ կանեմ կամ չեմ անի, չէ, հավատարմորեն արա։ Որոշի ու հավատարմորեն փորձիր անես։ Եվ սա այն պատվերը չի, որ առաջնորդներին ու ծառայողներին է վերաբերում, սա վերաբերում է ամեն մեկից, որպես նոր ուխտի անդամներ։ Լցվեք Աստծո խոսքով, ամեն օր կարդացեք, թող ձեր աչքերի առջև լինի, եւ լինելով ձեր աչքերի առջև, հետո կտեսնեք, որ հայտնվում է ձեր մտքում։ Ինչպես մեղքը Սամսոնի աչքերի առջև էր եւ հետո հայտնվեց իր մտքում։ Եվ հետո մտքից էլ հայտնվեց նրա սրտի մեջ։ Աստծո խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ։ Ցավալի ու զարմանալի է, անհասկանալի է, որ քրիստոնյան կարող է օրեր շարունակ, շաբաթ, անգամ ամիսներ Աստծո խոսքը չկարդա։ Եվ ես չեմ ասում քարոզ լսել կամ ինտերնետում ինչ-որ նկարներ նայել Աստծո խոսքը գրված, Աստծո խոսք կարդալ, բացել Աստծո խոսքը, նստել եւ կարդալ, ժամանակ տրամադրել, մտերմության գնալ Աստծո հետ։ Սա կենսական կարևորություն ունի, սիրելիներ։ Մենք տեսանք, թե ինչպես մեղքը այդ անվնաս ու անվտանգ քայլերով եկավ, հասավ, մինչև քնեց Դալիլայի ծնկների վրա։ Եվ հետո արթնացավ ու տեսանք ուր հայտնվեց, որովհետև Տերը գնացել էր նրանից։ Հավատացեք, երբ որ մենք հոգով ապրենք, հոգով քայլենք, թշնամին կփախչի մեզանից։ Հոգով գնացեք, հակառակվեք թշնամուն եւ նա կփախչի ձեզանից։ Բայց շատ պարզ, ձեր սրտում, ձեր կյանքը լցրեք Աստծո խոսքով, օրհնություններով, սաղմոսներով։ Ձեր ականջները թող միշտ հոգևոր երգեր լսեն։ Հետո կտեսնեք ձեր ականջներից հետո հայտնվում է ձեր մտքի մեջ, հետո սրտի մեջ։ Շատ պարզ է, բայց շատ բարդ, հավատացեք, շատ բարդ է։ Բայց մենք պետք է անենք։ Եվ ես ուզում եմ, որպես ամփոփում մենք հիշենք ձախողված ուխտավորին, որի մեջ մենք ամենքս էլ մի ժամանակ եղել ենք, կապված, գերի, մեղքին ծառա, բայց հիմա Աստված մեզ ազատել է, բայց Աստված շնորհով եկել ու մեզ փրկել է, եւ մենք պետք է երկնավորներում նստած լինենք, եւ մենք պետք է շարունակենք հոգով վարվել, հոգով ապրել։ Միակ խնդիրը սա է Աստծո հետ մտերմություն, գոհացեք Աստծուց։ Ամեն ինչ որ կանեք Հիսուսի անունով արեք։ Գոհություն տալով Հորը, գոհացեք քո աշխատանքի, քո ընտանիքի համար։ Գիտես, երբ որ դու նայում ես այս աշխարհին, դու սկսում ես բողոքել, տրտնջալ, բայց երբ որ դու լցվում ես Աստծո օգով, դու գոհանում ես։ Եվ որպես գործնական մարտահրավեր, որպես ամեն օր Աստծո խոսքով լցվեք։ Ամեն օր մի քանի անգամ կարդացեք Աստծո խոսքը, անգամ գնացեք սերտողության, նստեք, կարդացեք, ուսումնասիրեք, նշումներ կատարեք, ամեն օր սիստեմատիկ Աստծո խոսքի հետ մտերմություն եւ գոհացեք ու օրհներգեք Տիրոջը ձեր սրտերի մեջ։ Ամեն։ Կկանգնենք աղոթքի։